Պարոն վարչապետ Արմեն Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպման հետ կապված եթե մանրամասներ կարելի է ասեք ինչի մասին էր այդ հանդիպումը, ինչ որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել են թե ոչ, ու նաեւ 21 թվականի ընտրությունների հետ կապված բարբերաբար ասում եք, որ ընտրակաշառքի գործով ոչ մեկը չի նստել, հետաքրքիր է դա համարում եք կամ համարելու եք հետևանքի արժանի արարք ու եթե այո, ինչ հետևանք կլինի։ Ես համարում եմ, որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանցագործել, այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետքա գնահատի, բայց ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Եվ ինչ վերաբերվում է Գրիգորյանի եւ Հաջիևի հանդիպմանը, դե ազգային ժողովում երեք այդքան մանրամասն խոսել եմ, կարծում եմ նոր բան չկա ասելու։ Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես այն ռիսկերը, ինչի մասին երեք ազգային ժողովի ամբիոնից խոսեցի։ Ես հիմա չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, ես հիմա թեման նոր սկսել եմ ուսումնասիրեմ եւ հետեւություններ կանեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար